Բարև ձեզ, բարի գալուստ, update լրատվական։ Թողարկումը սկսենք պաշտոնական լրահոսից։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հատիկ առ հատիկ հեշթեգի ներքո ֆեյսբուքյան իր էջում գրել է. Լոռու մարզի Լոռիբերդ համայնքի Կողես բնակավայրի 1.3 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը։ Կադաստրային արժեքը 1.066.000 դրամ։ Հունիսի 17-ին Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը 57 կողմ ձայներով ընդունել է Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի որոշման նախագիծը։ Խորհրդարանը Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին հարցի քննարկումը սկսել էր հունիսի 16-ին։ 300,000 ադրբեջանցիների թեման ֆեյք մտածածին Հորինովի թեմա է, նման բան չի եղել, չկա և չի լինելու։ Նաև բացատրել եմ, թե ինչու։ Այդ մասին ազգային ժողով կառավարություն հարցու պատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հարցին, թե քարոզարշավի ժամանակ մանիպուլյատիվ սուտը մեծ տեղ էր զբաղեցնում։ Նախընտրական շրջանում եմ ասել, հիմա էլ վերահաստատում եմ, որ 300,000 ադրբեջանցիների վերադարձի թեման դա ֆեյք մտածածին Հորինովի թեմա է եւ նման բան չի եղել, չկա եւ չի լինելու եւ նաեւ բացատրել եմ թե ինչու եւ ընդհակառակը կարծում եմ որ մեր հանրությունն էլ պետք է համապատասխան արձագանք ցուցաբերի այն քաղաքական ուժերի նկատմամբ ովքեր սուտը տարածել են Եվ ելի եմ ուզում ասել, որ նման թեմա ընդհանրապես թեկուզ լրատվական ֆոնի մակարդակում պահելու հնարավորություն կա միայն պատերազմի եռագլուխ կուսակցության խոսույթները շարունակելու դեպքում։ Այսինքն, եթե մենք հակամարտության տրամաբանության մեջ ենք մտնում, ինչ խոսույթներ կարող են ձևավորվել Բայց խաղաղության օրակարգը եւ խաղաղությունը թեմաները բոլոր թեմաները փակում է եւ փակել է եւ սրանում է իրողություն ինչ վերաբերում է հարցի առաջին մասին այո ակնհայտ է որ լայնածավալ ընտրակաշառքներ են բաժանվել եւ ակնհայտ է նաեւ որ առաջին անգամ մեր պետությունը այսքան կարողացել է պայքարել ընտրակաշառքի դեմ եւ առաջին անգամ է որ այս ծավալի ընտրակաշառքին ժողովուրդը հաղթել է Է շատ կարևոր է, որովհետև նախկինում երբեք չի եղել դեպք, երբ որ այս ծավալով ընտրակաշառք բաժանվի եւ ժողովրդի ձայնը արտահայտվի։ Սա մի կողմից ցույց է տալիս մեր պետության ինստիտուցիոնալ հասունությունը, մյուս կողմից ցույց է տալիս, որ այդ ճանապարհը դեռ պետք է շարունակել։ Եվ ելի ուզում եմ ասել, որ ընտրակաշառք բաժանողներին Հայաստանի քաղաքական կյանքից արմատախիլ անելը Այսօր այդ փաստի բերումով դառնում է օրակարգի առաջնահերթություն եւ հատ պետք է իրանց ուղղակի արմատախիլ անել բոլոր հնարավոր միջոցներով եւ մենք գնալու ենք այդ ճանապարհով։ Ինչի մասին ես նախընտրական շրջանում էլ խոսել եմ եւ այդ խոսույթը ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների աջակցությունը։ Ուրիշ բան եմ ես ուզում ձեզ ասել, ես վիճակագրություն վերցրի ցավալիորեն 2021 թվականից հետո ընտրակաշառքի գործերով որպես մեղադրյալ ներգրավված ոչ մի մարդ այսօր բանտում չի։ Եվ սա այն մեծագույն հարցն է, որի պատասխանը մեր դատաիրավական համակարգը պետքա տա։ Փաշինյանը նաև անդրադարձավ Հայաստանի Հանրապետության սպառնալիքներին երկրի ներսում և մատնացույց անելով քաղաքական ուժերի և առաջնորդների հավելեց, որ ջախջախելու է, իսկ նրանք, ովքեր համաձայն չեն, վարչապետը կոչ արեց հեղափոխություն անել։ Հայաստանի Հանրապետությունը պետք է ինքը իրեն պաշտպանելու լծակներ գտնի։ Դա լրտեսական ցանց է, որը աշխատել է, ընդ որում դե ֆակտո և դե յուրե լրտեսական ցանց է։ Եվ այստեղ պետությունը չքմեղանալու ոչ մի առիթ չունի, դրանց պետք է անել արմատախիլ, շատ կոնկրետ ձևերով։ Հակառակ դեպքում, այո, նրանք ամեն ինչ անելու են կոնֆլիկտը վերակենդանացնելու, պատերազմը վերստեղծելու համար։ Մենք հիմա վստահորեն կառավարում ենք իրավիճակը, բայց նաև մեր ժողովուրդը պետք է դրա մասին տեղյակ լինի։ Կարճ ասած, էլի հարցը է սա։
Հիմա այդ ուժերը գալու են Ղարաբաղի շարժումը շարունակելու են, թե չեն շարունակելու։ Իրան գալ, այն ուժը, որը գալիս ասում է, նախընտրական շրջանում ասում է, մենք 29743 քառակուսի կիլոմետրով չպետք է բավարարվենք, ըստ էության նա հարևաններին պատերազմը հայտարարել արդեն։ Հարևաններին պատերազմը հայտարարել։ Ընդ որում անորոշ հարևանների, անորոշ այսինքն տեղի ունենում հարևանների կոնսոլիդացիա մեր դեմ։ Եվ Հայաստանի Հանրապետությունը պետք է ռեակցիա տա։ Հակառակ դեպքում մեզ պետք է ասեն դուք այսինքն համաձայն եք այդ խոսույթի հետ։ Բա ընտրակաշարքով երկիրը բերեն դնեն բանի տակ, հարվածի տակ։ Ու ասենք Հայաստանի որևէ մեկ ուզում է չքմեղանա, բերեն օտարերկրյա գործակալին դնեն ցուցակի երկրորդ համար, որ ազգային ժողովի գաղտնի բաները, արձանագրությունները փողով դուրս է տալիս, եւ որևէ մեկը պետքա չքմեղանա։ Ու սա ընտրություն չի, սա երեխաների, ոչ, սա միայն ընտրություն չի, սա երեխաների հեղափոխություն է, եւ երեխաների ապագային սպառնացող ցանկացած սպառնալիք պետքա ջարդուփշուր արվի հենց բնում։ Այդ սպառնալիքները անուններ ունեն։ Ռոբերտ Քոչարյան, կալուգացի օլիգարխ եւ բելարուսամետ օլիգարխ։ Պետք է ջախջախվեն իրենց բնում։ Ես էլի ասում եմ այս ամբիոնից, այն քաղաքացիները Հայաստանի Հանրապետության, ես ասում եմ, քանի վարչապետ եմ, ջախջախելու եմ հասցեական դրանց հասցեական ջախջախելու եմ։ Այն քաղաքացիները, որոնք այս գծի հետ համաձայն չեն, կոչ եմ անում հեղափոխություն անել Հայաստանի Հանրապետությունում եւ փոխել կառավարությունը։ 24 թվին ոնց ասի, Ղարաբաղի շարժումը չի շարունակվել, ով համաձայն չի, կոչ եմ ընդդիմություն կոչ չի անում դուրս գալ փողոց։ Ես եմ կոչ անում։ Ասում եմ կալուգացի օլիգարխ Ռոբերտ Քոչարյան, բան, այն մեկը, բելարուսացի, ջախջախելու եմ, անհատապես ջախջախելու եմ, ու իրանց շոշափուկների եւ մետաստազներին, ջախջախելու եմ հասցեական, բոլոր հնարավոր միջոցներով, ով որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից համաձայն չի, հենց այսօրվանից դուրս եկեք փողոցներ հեղափոխություն արեք, այս պրոցեսը ուրիշ ձևով կանգնեցնելու հնարավորություն չկա։ Ազգային ժողովում էր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։ Գևորգյանի խոսքով Հայաստանում խաղային ոլորտն էական փոփոխություններ է կրում։ Հասանելի են դարձել բջջային հավելվածներ, ինտերնետ կայքեր, որոնց միջոցով խաղադրույք կատարելը եւ ինտերնետ շահումով խաղերի մասնակցելը դարձրել են ծայրաստիճան հասանելի։ Ըստ ՊԵԿ նախագահի տեղակալի գործող օրենսդրությամբ հնարավորություն կա ինտերնետ տարածքում կիրառել որոշակի արգելափակումներ, սակայն այդ արգելափակումների կիրառումը բավականաչափ արդյունավետ չէ, քանի որ կան շրջանցման մեխանիզմներ։ Գործող սահմանափակումները ըստ էության այնպես է ստացվել, որ շատ պատշաճ ձևի կամ հիմնականում պատշաճ ձևի կիրառվում են նաև մեր հսկողության արդյունքում լիցենզավորված օպերատորների կողմից, այսինքն լիցենզավորված խաղատների, օնլայն կայքերի եւ այլ մասնակիցների կողմից, սակայն քանի որ ինտերնետը Հայաստանում բավականին բաց է եւ գրեթե սահմանափակումներ մենք ինտերնետ դաշտում չունենք, ստացվել է այնպես, որ մի շարք ապօրինի խաղատներ, օնլայն խաղատներ, որոնք Հայաստանում լիցենզավորված չեն, միգուցե ունեն լիցենզիա այլ երկրներում, սակայն Հայաստանի օրենսդրության շրջանակներում որևէ գործընթաց չեն անցել, իրենց ծառայություններն են առաջարկում եւ մատուցում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ընդ որում ունենք դեպքեր, երբ այդ ծառայությունները ոչ թե ուղղակի իրենց այլ երկրի կայքերով, այլ լեզուներով են առաջարկում, այլ հենց հայերեն լեզվով։ Այսինքն թիրախավորված հենց հայկական շուկայի համար այդ միևնույն ժամանակ չունենալով որևէ լիցենզիա, չվճարելով Հայաստանում որևէ տեսակի հարկեր, պետական տուրքեր, սահմանված այլ վճարներ։ Այս ամենը կարգավորելու հետ կապված իհարկե օրենսդիրը նախկինում էլ փորձել է մի շարք կարգավորումներ ներդնել եւ գործադիրը փորձել է այդ կարգավորումները կիրառել, բայց մեր համոզմամբ այդ կարգավորումները բավականաչափ արդյունավետ չեն։ Մասնավորապես գործող օրենսդրությամբ հնարավորություն կա ինտերնետ տարածքում կիրառել որոշակի արգելափակումներ, սակայն այդ արգելափակումների կիրառումը նախ ինքնին բավականաչափ արդյունավետ չէ, որովհետև կան տարբեր շրջանցման մեխանիզմներ, VPN-ների մասին բոլորս տեղյակ ենք, բայց բացի դրանից
Նաև մեր բյուրոկրատական գործընթացը, որը նկարագրված է օրենքով, բավականին դանդաղ կոտ է եւ ժամանակատար։ Արդյունքում, մինչեւ մենք գործընթաց եք իրականացնում, օրինակ 50 կայք արգելափակելու համար, այդ գործընթացի ավարտին արդեն համապատասխան կազմակերպությունները ստեղծած են եւս 50 կայք, որը նույն գործընթացով պետք է անցնել։ Եվ թեմային ավելի մանրամասն անդրադարձել ենք վերլուծական բաժնում, բաց չթողնեք այն թողարկումից անմիջապես հետո։ Համաշխարհային պարլամենտարիզմի պատմության մեջ չի եղել դեպք, որ ընդդիմությունը չգա գործի։ Այդ մասին ազգային ժողովի հունիսի 17-ի նիստին ասաց ազգային ժողովի փոխնախագահ, քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Ռուբեն Ռուբինյանը, անդրադառնալով ազգային ժողովի լիագումար նիստից ընդդիմադիր խմբակցությունների բացակայությանը։ Համաշխարհային պարլամենտարիզմի պատմության մեջ չի եղել դեպք, որ մի հատ երկրում ընդդիմությունը չգա գործի, հասկանում եք, փախնի գործից։ Հա, լիքը դեպքեր եղել են, երբ որ ընդդիմությունը բոյկոտել է X նիստ, մի նիստ, երկու նիստ, то նույնիսկ մի քանի նիստ, մի քանի տարի, բայց դա եղել է քաղաքական բոյկոտ։ Օրինակ Հայաստանի պատմության մեջ էլ է եղել։ Արդարություն դաշինք կար 2003 թե 4 թվականին ընտրված, այդ մարդիկ քաղաքական բոյկոտ էին հայտարարել։ Կամ թեկուզ մեր դեպքում 21 թվին, 22 թվին մեր ընդդիմությունը բոյկոտ հայտարարեց, չէին գալիս, եւ մենք չէինք ասում այդ ժամանակ նրանք գործից փախել են, որովհետեւ քաղաքական բոյկոտ է, ակտ է։ Հիմա մարդ չի հասկանում, լավ, այս մարդիկ ուր են, լուրջ եմ ասում, չեն հայտարարել, որ չեն գալու նիստերի, հասկանում եք, ուղղակի չեն եկել, չեն գալիս գործի այս մարդիկ։ Եվ ես կարծում եմ մեր հանրությունը չպետք է դրան հանգիստ վերաբերվի։ Հա, մենք էլ շատ հաճախ չենք ասում, որտեղ ինչ մեղք կթաքցնեմ, մեզ հաճելի է իրանց բացակայությունը։ Ասենք ում է հաճելի, ասենք նայել ես կոռուպցիոներների եւ կոռուպցիոներների պաշտպանների դեմքներին։ Բայց սա խնդրեմ է։ Բայց մի բան ասեմ։ Ինչ մեղք կթաքցնեմ, ես շատ եմ ուզում, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը վերցնի իր մանդատը եւ գա ազգային ժողով։ Ես շատ եմ ուզում եւ վստահ եմ, որ ինպես բազմաթիվ մարդիկ 2008 թվականի մարտի 1-ի երեկոյան կամ մարտի 2-ի առավոտյան երազել են ունենալ հնարավորություն Ռոբերտ Քոչարյանին հանդիպել առանց թիկնապահների եւ առանց ոստիկանության։ Եվ ես եւ դուք, պարոն Ալեքսանյան, ես կարծում եմ, այդ հնարավորությունը շուտով կստանանք։ Եվ ես կարծում եմ, շատ հետաքրքիր պահեր են սպասում ազգային ժողովում։ Սպասում ենք, պարոն Քոչարյան, սպասում ենք։ Եվ շարունակելով ազգային ժողովի թեման։ Մեր ընդդիմադիր գործընկերներին ուզում եմ ողջունել, որ ազգային ժողով չեն գալիս եւ կոչ անել շարունակել չգալ։ Այդ մասին ազգային ժողովի հունիսի 17-ի նիստին ասաց քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Վահագն Ալեքսանյանը, անդրադառնալով ընդդիմադիրների բացակայությանը, նաեւ ռետորական հարց տալով, թե ընդդիմադիրները գալու են ազգային ժողով, որպեսզի ներկայացնեն, թե ինչպես են իրենց կուսակցության անդամները կամ ներկայացուցիչները 100,000 դրամ բաժանել քաղաքացիներին։ Ես ճիշտ ասած չեմ հասկանում ինչ եք քննարկում։ Ձեր կարծիքով ընդդիմությունը պետք է 30 ունենա գաստեղ։ Այսինքն պիտի գաստեղ ինչ անի։ Չէ, պիտի գա այս դահլիճ մտնի օրինակ Քոչարյանի խմբակցությունը, չգիտեմ ով կա այնտեղ։ Սեյրանը, Քոչարյանի փոքրիկ տղան պիտի գան այստեղ պատմեն այն մասին, թե ոնց են իրանց կուսակցության անդամները կամ ներկայացուցիչները 100,000 դրամ բաժանել քաղաքացիներին։ Ասենք Աննա Գրիգորյանը պետք է գա, սկսի մանրանալ, որ այս ինչ է կարել դուք այ ապիկար իշխանություններ, այս ինչքան է թանկացել ընտրողի ձայնը։ Ասենք այս ինչ ինֆլյացիա է։ Իդեպ, ընտրակաշառքի գնաճը, դա իրապես միակ գնաճն է, որ մի քանի 100%-ով աճ է, այստեղ տնտեսական բլոկից էլ ներկայացուցիչներ ունենք, հարգելի գործընկերներ, սա խնդրում եմ ֆիքսեք, էլի, ասենք անհամաչափ բարձրացել է ընտրակաշառքի գինը, հնա գնաճ տեսանկյունից անհամեմատ բարձր է։ Բայց ես մեր ընդդիմադիր գործընկերներին ուզում եմ ողջունել, որ իրանք ազգային ժողով չեն գալի իրականում, շարունակեք չգալ, որտեղ ձեզ այստեղ ոչ մի լավ բան չի սպասվում, պարոնայք եւ տիկնայք ընտրակաշառատուներ, ձեզ այստեղ ոչ մի լավ բան չի սպասվում, որ պահին դուք մտնեք ազգային ժողով, այդ պահին ազգային ժողովի ձեր հատվածը դառնալու է սուպերմարկետ։ Ձեր նստարանները դառնալու են սուպերմարկետի դարակների պես։ Ձեր դիմաց գրվելու են այն գները, որոնցով որ դուք փորձել եք փակցնել քաղաքացիների ճակատներին։ Այդ գնապիտակները փակցվելու են ձեր ճակատներին։
Օրինակ գլուխը 5000 բաժանածների գլխին փակցվելու է 5000, 100,000 բաժանածների ճակատին փակցվելու է 100,000, ու ազգային ժողովում գտնվող ցանկացած ոք, օրինակ լինեն ազգային ժողով այցով եկած դպրոցականները, ուսանողները եւ մնացածը, հնարավորություն են ունենալու օրինակ 100,000 դրամ տալ X ուժի ներկայացուցչին, որը բաժանել է 100,000 դրամ, ու նրա ճակատին ասել այն ինչ որ կկամենան, որտեվ այստեղ գալիք ընդդիմադիր падգամավորները գին են ունենալու, ու այդ գինը մեխվելու է իրանց ճակատին։ Ձեր խմբակցությունները հարգելի ընդդիմադիրներ կամ իրականում ոչ այդքան հարգելի ընդդիմադիրներ սուպերմարկետի բաժիններ են ելնելու ընդհանրապես։ Ընտրություններն անցել են արդար եւ թափանցիկ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արձանագրել է ընտրության վերջնական արդյունքները։ Դրանից հետո բոլոր կողմերը, թե քաղաքական ուժերը, թե անկախ դիտորդական կազմակերպությունները իրավունք ունեն համապատասխան իրավական գործընթացներ անելու բողոքարկելու տեսանկյունից։ Այդ մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղար Արտուր Հովհաննիսյանը։ Իսկ ընտրակաշարք բաժանած ուժերի ճակատագրի մասին հարցին Արտուր Հովհաննիսյանը պատասխանեց. դրա վերաբերյալ արդեն կան քննարկումներ։ Անցել են արդար եւ թափանցիկ ընտրություններ, կենտրոնական ընտրական հանձնաժողովը արձանագրել է ընտրության վերջնական արդյունքները, ըստ այդմ ուրեմն դրանից հետո իհարկե բոլոր կողմերը, թե քաղաքական ուժերը, թե նաեւ անկախ դիտորդական կազմակերպություններն իրավունք ունեն համապատասխան իրավական գործընթացներն անել բողոքարկելու տեսանկյունից, դրա համար կա բարձր դատարան, սահմանադրական դատարանը, եւ բոլորն ազատ են դիմելու սահմանադրական դատարան։ Իմ մեկնաբանությունը, քաղաքական մեկնաբանությունն այն մասին է, որ ես չեմ տեսնում որևէ հիմք ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ։ Մենք արդեն ունենք քննարկումներ այդ իմաստով, եւ պարզ է, որ այն մարդիկ, որոնք այս պահին մեղադրյալի կարգավիճակում են, իրենք իրենց գրպանի փողը չեն բաժանել, իրանք իրար մեջ չեն այդ փողերը բաժանել, պարզ է, որ պետքա գնանք եւ հասնենք գլուխներին, եւ այստեղ գործել է հանցավոր սխեմա, որը ամբողջ Հայաստանի տարածքով են ուրեմն փորձել գործարկել, ինչի արդյունքում էլ նաեւ ստացել են այսքան ձայն։ Ես ցավում եմ սրա համար, որ տրվել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ընտրակաշարքներին եւ ընտրակաշարքի բերումով եւ այլ ուրեմն հանցավոր ներգործությունների բերումով գնացել են տեղամասեր եւ իրենց քվեն տվել են ուրեմն պատերազմի եռագլուխ կուսակցության ներկայացուցիչներին։ Բոլորը պետքա պատասխան տան օրենքի առաջ եւ խոսքը ելի եմ կրկնում չի կարող վերաբերել միայն այն մարդկանց, ովքեր, այսպես ասած, գործի վրա բռնվել են։ Պետք է ավելի խորը քննություն իրականացվի, հանցավոր սխեման ամբողջությամբ պարզվի եւ բացահայտվեն պատվիրատուները, գլուխները, այն մարդիկ, ում գրպանից այդ փողը գնացել է ներողությունս արտահայտությանս այդ 10 ովշիկներին, ովքեր որ արդեն հողի վրա իրականացրել են այդ հանցավոր գործունեությունը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է Դավիթ Ղազինյանի դեմ ներկայացրած դատախազության միջնորդությունը։ Նա զրկվել է անձեռնմխելիությունից։ Ավելի վաղ հակակոռուպցիոն կոմիտեն դիմել էր Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն, պատգամավորի թեկնածու գրանցված Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով կենտրոնական ընտրական հանձնաժողով միջնորդություն ներկայացնելու համար։ Հիշեցնենք, որ ըստ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Դավիթ Ղազինյանը համակիրների հետ նախնական համաձայնությամբ բաժանել է ընտրակաշարք։ Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը Փարիզում հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի պաշտպանության եւ տիեզերքի հարցերով հանձնակատար Անդրուս Կուպելյուսի հետ։ Հանդիպման մասին Մխիթար Հայրապետյանը գրառում է կատարել Facebook-ի իր էջում, ընդգծելով, որ քննարկվել են պաշտպանության, արդյունաբերության, նորարարությունների, տիեզերական անվտանգության եւ երկրի դիտարկման ոլորտներում Հայաստանի Հանրապետություն Եվրամիություն համագործակցության ընդլայնման հեռանկարները։ Գերմանիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 16-ին Բերլինում հանդիպել է մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարի հետ։ Քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին առնչվող եւ համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել մարդու իրավունքների ազգային հաստատությունների անկախության երաշխիքները պահպանելու, ՄԻՊ հաստատությունների գործունեությանը որևէ միջամտություն բացառելու եւ այդ համատեքստում առկա միջազգային չափանիշները պահպանելու կարևորությանը։ Անահիտ Մանասյանը նաեւ ելույթ է ունեցել մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի, մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի եւ մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման համակարգողների ցանցի համատեղ կազմակերպած թեմատիկ միջոցառմանը։ Այլ թեմաների մասին։ Հունիսի 17-ին Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության վարչական համալիրում Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ լեյտենանտ Էդվարդ Ասրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանին։ Այցի շրջանակում դեսպանը Գերմանիայի Դաշնային կառավարության անունից Պաշտպանության նախարարությանը փոխանցել է 16 ձյունագնաց։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի տեխնիկական միջոցների արդիականացման եւ կարողությունների զարգացման նպատակով, պատմում է տեսանյութը։ Հունիսի 17-ին Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության վարչական համալիրում Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ լեյտենանտ Էդվարդ Ասրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին։ Այցի շրջանակում դեսպան Կլաուդիա Բուշը Գերմանիայի Դաշնային կառավարության անունից Պաշտպանության նախարարությանը փոխանցել է 16 ձյունագնաց Հայաստանի Հանրապետության զինված ուժերի տեխնիկական միջոցների արդիականացման եւ կարողությունների զարգացման նպատակով։ Դեսպանը նշել է, որ Հայաստանն ու Գերմանիան կապված են սերտ հարաբերություններով։ Նա մասնավորապես ընդգծել է, որ 2025 թվականից երկկողմ հարաբերություններն ամրապնդվել են գործընկերության ռազմավարական օրակարգով, որը ստորագրել են Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Գերմանիայի դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ձյունագնացները կիրառվելու են բարձր լեռնային պայմաններում անձնակազմի եւ փոքրածավալ թեթև բեռների փոխադրման նպատակով։ Գերմանիայից ժամանած փորձագետների աջակցությամբ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի անձնակազմն այս օրերին անցնում է ձյունագնացների շահագործման վերապատրաստում։ Շարունակենք թողարկումը։ Հայաստանում հունիսի 17-ին պաշտոնապես մեկնարկել է Արծիվ գործընկեր 2026 զորավարժությունը, որը կտևի մինչև հունիսի 25-ը։ Սա արդեն 4-րդ ամենամյա զորավարժությունն է, որը հիմնված է հայ-ամերիկյան երկարամյա պաշտպանական համագործակցության վրա եւ աջակցում է միջազգային խաղաղապահ առաքելությունների նախապատրաստման հարցում, հայտնում են Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանությունից։ Այս տարի Արծիվ գործընկերն ընդլայնում է մասնակիցների շրջանակը եւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի խաղաղապահ բրիգադի Եվրոպայում եւ Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի եւ Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողներից զատ մասնակցում են նաեւ Ֆրանսիայի եւ Հունաստանի զինված ուժերի ներկայացուցիչներ։ Համատեղ բազմակողմ վարժանքների միջոցով Արծիվ գործընկեր 2026 զորավարժությունը բարձրացնում է փոխգործակցելիության մակարդակը, նպաստում լավագույն փորձի փոխանակմանը եւ ամրապնդում խաղաղապահների պատրաստվածությունը։ Էկոնոմիկայի եւ խաղաղության ինստիտուտը հրապարակել է 2026 թվականի խաղաղության համաշխարհային ինդեքսը, որում Հայաստանը 163 երկրների շարքում 51-րդ հորիզոնականում է։ Հայաստանը նախորդ տարվա համեմատ 7 հորիզոնականով բարելավել է դիրքերը։ Այս ցուցանիշով Հայաստանն առաջատարն է Հարավային Կովկասում, իսկ Արևելյան Եվրոպա եւ Կենտրոնական Ասիա տարածաշրջանի 15 երկրներից 6-րդն է՝ Բուլղարիայից, Ուզբեկստանից, Ղազախստանից, Ռումինիայից եւ Տաջիկստանից հետո։ Հայաստանում խաղաղության վիճակը գնահատվել է բարձր 2025 թվականից սկսած։ Ադրբեջանը եւ Վրաստանը զբաղեցրել են համապատասխանաբար 110-րդ եւ 94-րդ տեղերը։ Ըստ զեկույցի Հայաստանի դիրքերի բարելավումն արտացոլում է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Նշվում է, որ երկու երկրները 2025 թվականի օգոստոսին ԱՄՆ-ում ստորագրել են խաղաղության համաձայնագիր, իսկ հետագա քայլերը ներառում են սահմանազատում, վառելիքի մատակարարումներ եւ Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող տրանսպորտային ուղու կառուցում։
Պարեկային ծառայության կարգախմբից ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն հունիսի 17-ին հաղորդում է ստացվել, որ Արագածոտնի մարզի Սասունիկ բնակավայրում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, կան տուժածներ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։ Պարզվել է, որ դպրոցական երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը աշտարակ Սասունիկ ճանապարհին կողաշրջվել է։ Նախնական տվյալներով երեխաներն ու մեծահասակները ստացել են համապատասխան բուժօգնություն։ 3 երեխա տեղափոխվել է Երևան լրահետազոտման։ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը քիչ առաջ հաղորդել էր, որ վթարի հետևանքով բուժօգնության են դիմել 30 երեխա և 6 մեծահասակ։ Եվս մեկ ցավալի լուր։ Փամբագետն ընկած քույրերից մեկի 7 տարեկան Նարեի մարմինը գտնվել է։ Ներքին գործերի նախարարությունից մանրամասներ են հայտնել երեխայի դին գտնելու վերաբերյալ։ Հունիսի 17-ին ժամը 9:30-ի սահմաններում Փամբագետում ենթադրյալ դեպքի վայրից մոտ 500 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է հունիսի 15-ից որոնվող 2018 թվականի ծնված Նարե Մարտիրոսյանի մարմինը, ասվում է ներքին գործերի նախարարության հաղորդագրությունում։ Կառույցից նաև հայտնել են, որ մյուս երեխայի Նարեի մեծ քրոջ որոնողական աշխատանքները շարունակվում են։ Հիշեցնենք, հունիսի 15-ին ժամը 14:45-ին Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել երեխայի խեղդվելու վերաբերյալ։ Այնուհետև ժամը 17:05-ին ստացվել էր մեկ այլ ահազանգ, որ 7 և 13 տարեկան երկու երեխա Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի հասցեներից մեկից դուրս են եկել և չեն հասել նախատեսված վայր։ Շարունակենք թողարկումը։ Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է ընտրակաշարք տալու ստանալու հերթական դեպքերը։ Կոմիտեի ծառայողների իրականացրած միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչները ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու և աջակիցներ հավաքագրելու պայմանով Լոռու մարզի Սպիտակ համայնքի Գոգարյան բնակավայրի և հարակից շրջանների մի շարք ընտրողների տվել են ընտրակաշարք։ Դեպքի առթիվ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են վարույթային գործողություններ, ասվում է կոմիտեի հաղորդագրության մեջ։ Մանրամասնում է ձայնագրությունը։ Ասկարան զանգել ասմագործիքները եկասնեմ, դե դու սկացի ինչ հասեմ։ Ասի հաստատ փողն ու բանն է ասեմ։ Էլ աշչել ածը գնած է։ Պալիսա։ Դե հա։ Սան տարա վառեցի։ Այն այն թղթի գտոր եմ, որ դրել էիք ես, ասի սա կաղական խուզարկության, այդ տարա վառել, այն կեսը տարա աղբը կցեց ճողեցի, փողն է տարա տվի արվին էին։ Տնեցի, որով եմ ասում, տնեցի, հաստատ կդրենք դեր, բանի, սաբջալի, համավ, ապր հավուի կավ։ Всё, ես կուզես զանգը կատեմ հագամ, աղայելի կլի ելողա։ Իան, պանթեն, բամուչերեց դիչեն գեղի գալի, ընդրոթումների վախնա, պիսի եմ։ Ինչ է վերտեցից հետո դիգավում կես փող տալի կսուղը պայժանի։ Հա, սաղը Ալպին բարիժմեն իմ փողա տալի։ Էլա։ Դե ալտերնատիվ ապերին կասես ախպերի մանումս ջնջի ես փող չտեմ վերնի։ Չինքը վստահ ես անցել։ Ասում էր անամս կջնջես ես փող չտեմ վերնի, ապերին կասես կարող է ես չտենեմ։ Ականեն գոյնը մի 100,000 չեն տա։ Վատոժան, պտի պոկենք էլի ախ։ Հա, կարե, գոյնը մի 100 ման տա, որ մեր ոցի համոզեն մտրան, մի բան իրաց կտանք։ Արա դե շատ ես խոսում։ Այդ սմաներ մի խոսավոր։ Բրատ, ինչ կտանք, բան ավել քեզ կհասնի Վատոժան։ Իսկ ահա քրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները տեղադրելու միջոցով թմրանյութ իրացնելու վերաբերյալ հերթական տեղեկությունն իրացրեցին։ Մայրաքաղաքի Ուլնեցու փողոցում թմրամիջոց տեղադրելու պահին իրավապահները ձերբակալեցին Երևանի բնակիչ 31-ամյա տղամարդուն, պատմում է տեսանյութը։ Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները տեղադրելու միջոցով թմրանյութ իրացնելու վերաբերյալ հերթական տեղեկությունն իրացրին հունիսի 13-ին։ Ժամը 22:50-ին Մայրաքաղաքի Ուլնեցու փողոցում թմրամիջոց տեղադրելու պահին իրավապահները ձերբակալեցին Երևանի բնակիչ 31-ամյա տղամարդուն։ Նա տեղափոխվեց համայնքային ոստիկանության Քանաքեռ Զեյթունի բաժին, որտեղ կատարված խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց կպչուն ժապավենով 36 փաթեթ։ Դրանց ընդհանուր քաշն ավելի քան 42 գրամ էր, իսկ ըստ տղամարդու
փաթեթներում մեթամֆետամին էր։ Տղամարդը նաև հայտնեց, որ 3 փաթեթ արդեն տեղադրել է ու նաև թմրամիջոցով փաթեթներ ունի տանը։ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված գործողություններով տեղադրված փաթեթներն ու տանը եղած մոտ 15 գրամ մեթամֆետամինը նույնպես հայտնաբերվեցին եւ առգրավվեցին։ Նախաքննությունը շարունակվում է։ Եվ միջազգային լրահոսին ընթരാճ։ Եվրոպական հանձնաժողովը Ռուսաստանի կողմից Հայաստանից ներմուծումների նկատմամբ սահմանափակումների ֆոնին արագացված կերպով նախապատրաստում է միջոցառումների փաթեթ, բարելավելու Հայաստանի հետ առևտրային հարաբերությունները։ Նշվում է, որ Բրյուսելը մշակում է առևտրային միջոցառումներ, որոնք կնվազեցնեն հայկական սննդամթերքի և գյուղատնտեսական արտադրանքի արտահանման մաքսատուրքերը։ Եվրահանձնաժողովի խոսնակ Օլոֆ Գիլը ասել է, որ Եվրոպական հանձնաժողովը կառաջարկի առևտրային միջոցառումներ, որպեսզի Եվրամիության շուկայում հայկական բիզնեսների համար ավելի շատ հնարավորություններ լինեն, ինչպես նաև աջակցել տնտեսության այն ոլորտներին, որոնք ամենաշատն են տուժել Ռուսաստանի Դաշնության սահմանափակումների պատճառով։ Խնդրահարույց է նաև դեպի ծով ելք չունեցող երկրից Թուրքիայի կամ Վրաստանի տարածքով փչացող ապրանքների տեղափոխման բարդությունը։ Եվ միջազգային լրահոսին առաջարկում եմ ծանոթանալ տեսաշարով։ Ֆրանսիայում կայացած մեծ յոթնյակի գագաթնաժողովում երկրները համաձայնել են նոր պատժամիջոցներ կիրառել ռուսական գազի և նավթի դեմ։ Այս մասին ասվում է մեծ յոթնյակի առաջնորդների եզրափակիչ հայտարարության մեջ։ Նշվում է, որ հիմա հարմար պահն է Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցների համար, քանի որ Դոնալդ Թրամփը համաձայնագիր է կնքել Իրանի հետ Հորմուզի նեղուցը բացելու վերաբերյալ, որով անցնում են նավթի և գազի մեծ ծավալներ։ Մեծ յոթնյակի երկրները հայտարարել են նաև, որ միասնական են Ուկրաինային իրենց անսասան աջակցության հարցում, որը պաշտպանում է իր ազատությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը։ Առաջնորդները համաձայնել են ավելացնել Ուկրաինային հակաօդային պաշտպանության համակարգերի, խափանող սարքերի, հեռահար հրթիռների և այլ զենքի մատակարարումները։ Նրանք նաև խոստացել են քննարկել Ուկրաինային այնպիսի լիցենզիաներ տրամադրելու հնարավորությունը, որոնք թույլ կտան ավելացնել ռազմական արտադրությունը երկրի տարածքում։ G7-ի կազմում են Գերմանիան, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան, Ճապոնիան և Կանադան։ ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության կարգավորման պայմանավորվածությունները կընդգրկեն նաև Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Նա նշել է, որ սա տարածաշրջանային խաղաղության գործիք է, և սրա գաղափարը կայանում է նրանում, որ իրական տարածաշրջանային խաղաղության համաձայնագիր լինի, ասել է նա ամերիկացի լրագրող Մեգին Քելիին տված հարցազրույցում։ Հիշեցնենք, որ հունիսի 15-ի գիշերը ԱՄՆ-ի, Իրանի և միջնորդ հանդիսացող Պակիստանի պաշտոնյաները հաստատել են Վաշինգտոնի և Թեհրանի միջև 60-օրյա զինադադարի վերաբերյալ համաձայնության ձեռքբերումը։ Ակնկալվում է, որ փաստաթուղթը կստորագրվի Ժնևում հունիսի 19-ին։ Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող Նաբաթիա շրջանին։ Այս մասին հունիսի 16-ին հայտնել է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը։ Լրատվամիջոցի տեղեկացմամբ իսրայելական օդուժը 3 անընդմեջ հարված է հասցրել Մայֆադաուն քաղաքի հրապարակին, որտեղ հավաքվել էին տեղի բնակիչները։ Զոհեր չկան։ Հաղորդվում է նաև, որ Հադատա քաղաքում անօդաչու թռչող սարքի միջոցով նետված լուսաձայնային նռնակը պայթյունի հետևանքով վիրավորել է 4 երիտասարդների։ Times of Israel-ն էլ իր հերթին հիմնվելով Իսրայելի պաշտպանության բանակի հաղորդած տեղեկատվությանը հայտնում է, որ երկրի զինվորականները Լիբանանի հարավում խոցել են իրենց ուղղությամբ Հեզբոլահի արձակած մի քանի հրթիռներ, ինչպես նաև հրթիռակոծման սարքը։ Իսրայելցի զինվորականները նույն շրջանում նաև խոցել են իրենց կասկածը հարուցած ավտոմեքենան, հնարավոր սպառնալիքը վերացնելու համար։ ԱՄՆ-ի ոստիկանությունը ձերբակալել է 23-ամյա մի տղամարդու, որը կասկածվում է ամերիկյան Դելավեր նահանգի Ուիլմինգթոն քաղաքի հիվանդանոցում տեղի ունեցած հրաձգության մեջ, որի հետևանքով զոհվել է 1 մարդ։ Ավելի վաղ տեղի ոստիկանության պետը հայտնել էր, որ Դելավերի Ուիլմինգթոնի հիվանդանոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 1 մարդ զոհվել է։ Նա նաև նշել էր, որ կասկածյալն այդ պահին գտնվում էր ազատության մեջ։ Նախնական հետաքննությունը ցույց է տվել, որ հրաձգությունը եղել է մեկուսացված միջադեպ։ ԱՄՆ-ն հարված է հասցրել նավին, որը ենթադրաբար օգտագործվում էր թմրանյութերի վաճառքով զբաղվողների կողմից Խաղաղ օվկիանոսում, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է։ Այս մասին հայտնել են ԱՄՆ զինված ուժերի հարավային հրամանատարությունից։
Հարավային նիզակ միացյալ օպերատիվ խումբը մահացու կինետիկ հարված է հասցրել նավին, որը ենթադրաբար շահագործվում էր ահաբեկչական կազմակերպությունների կողմից։ Ասվում է X սոցիալական ցանցում հրապարակված գրառման մեջ։ Նշվում է, որ հարվածից հետո 2 տղամարդ ողջ են մնացել։ Եվ վերջում եղանակի մասին։ Հունիսի 17-ին կեսօրից հետո 18-ից 22-ը գիշերը եւ առավելապես երեկոյան ժամերին հարաբերության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Տեղ-տեղ հնարավոր է նաեւ կարկուտ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 17-ից 3-ը 19-ից 20-ը, աստիճանաբար կբարձրանա եւս 3-ից 4 աստիճանով։ Այս թողարկման համար այսքանը, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս հաջողություն։